Կոռուպցիայի դեմ պայքարի մասին Հայաստանի իշխանությունները խոսում են արդեն 20 տարուց ավելի, հսկայական միջոցներ են ներգրավում համապատասխան հանձնաժողովների, մոնիթորինգային խմբերի գործունեության համար, ընդունում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություններ, որոնք համարում իրագործված եւ անցնում նոր ռազմավարությունների մշակմանը, իսկ կոռուպցիան Հայաստանում ինչպես որ կար համակարգային երևույթ, այնպես էլ շարունակում է մնալ։ Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ մեր իշխանությունները հանդես են գալիս կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու կոչերով, որոնցից առավել հիշարժանը թերևս 2012 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հայտնի ելույթն է ատկատների թեմայով։ Այս առումով ես կառավարության աշխատանքը Տիգրան շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական։ Նախ ես ցանկանում եմ, որպեսզի եւ ազգային անվտանգության ծառայությունը եւ դատախազությունը այս խնդիրներով լրջորեն զբաղվեն, շատ լրջորեն։ Բայց էլի չգնանք, ասենք, այս մեկը 1,5 միլիոն գողացավ դրամ, այս մեկը 2 միլիոն գողացավ։ Գլխից պետք է բռնենք, մեծերին։ Նախագահի այս ելույթից 5 տարի անց քանի մեծ ձուկ է ընկել արդարադատության ուրկանը։ Սերժ Սարգսյանի ելույթից ընդամենը օրեր անց 2012 թվականի սեպտեմբերի 26-ին գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում չարաշահումների առթիվ։ Գրադարանի թամանյանական մասնաշենքի պատերը վերանորոգումից հետո սկսել էին ճաքել, ծեփերը թափվել, փայտա անորակ պատուհանները ուռչել էին եւ ձևախեղվել։ Պետական բյուջեից 700 միլիոն դրամ ծախսելուց հետո շենքը կիսավեր վիճակում էր հանձնվել։ Չի կարող այդպես լինել, չի կարող։ Մենք հանրային գրադարանի համար 700 միլիոն դրամ հատկացնենք, որպեսզի այդ գրադարանը ունենանք նորմալ տեսքի, հետո բանից պարզվի, որ տարական բաներ այնտեղ հաշվի չեն առել։ Արդյունքում 2014 թվականին հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։ Գլխավոր ճարտարագետ Գևորգ Սոսյանը եւ Ճաննախագիծ ինստիտուտի տեխնիկական հսկիչ Աշոտ Մամիկոնյանն էլ յուրաքանչյուրը 3.5 տարվա։ Գոռ Քամալյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը սակայն հայտարարեց, որ դատավճիռը կայացվել է, այսպես ասած, պետպատվերով։ Փաստաբանն ընդգծեց, որ ազգային գրադարանի ատկատների գործում պետք էր ներգրավել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին, բայց նախարար դատելը դժվար է։ Զավեշտը նրանում է, որ իրական հսկողներին, որոնք կոչվում են տեխնիկական հսկիչ, այսօր չեն դատում ինչ-ինչ պատճառներով։ Դատում են քաղաքաշինության նախարարությունից ինչ որ մի հատ ընդվորում մեջտեղի օրակի չինովնիկ։ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 15-ի խորհրդակցությունից 2 շաբաթ անց ձերբակալվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։ Նա աշխատանքից ազատվել էր դեռ 2010 թվականի դեկտեմբերին, ու թեև կար քրեական գործ, կազմակերպած խմբի կողմից առավելապես խոշոր չափերի յուրացման մեղադրանք, կային 2 տասնյակից ավելի մեղադրյալներ ու մոտ 300 միլիոն դրամի մսխած գումար, բայց մարդն իր համար դրսերում ալիբի էր որոնում։ Խաչիկյանը ինչ է արել ի վերջո։ Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատի։ Նա երևի մտածել է այսպես. եթե այս մարդիկ, մահացածներն ու արտագաղթածները կարող են քվեարկել, ինչի թոշակ չստանան։ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, սա մնաց իշխանության հակակոռուպցիոն պայքարի ամենացցուն եւ թերևս միակ խոշոր օրինակը 2012 թվականից մինչ օրս։ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հրատապ խորհրդատվություն հրավիրեց։ Պատճառը հաշմանդամության ոլորտում տիրող խայտառակ իրավիճակն էր։ Պարզվել էր, որ բուժհաստատություններում 088 ձևը տրամադրելու համար պահանջում են 5-ից 20 հազար դրամ, իսկ բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովում 15-ից 30 հազար դրամ։ Հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքում 100-ից 150 հազար դրամ։ Արդյունքում արձանագրվել էր, որ 65-ից 70 հազար մարդ տարեկան առնչվել է կոռուպցիոն ռիսկերի հետ։ Այդ 65 հազար մարդը մեր մասին ինչ պատկերացում է կազմելու։ Բժշկասոցիալական փորձաքննական գործակալության պետ Միշա Վանյանը թեև համաձայն չէր, որ իր ղեկավարած ոլորտում կոռուպցիա կա, բայց հեռացավ աշխատանքից։ Սրանով սակայն ամեն ինչ վերջացավ։
Խոշոր ձկներին գլխից բռնելու վերաբերյալ նախագահի հանձնարարականից դեռ առաջ 2011 թվականի օգոստոսի 30-ին հատուկ հնչական ծառայության վարորդում քննվող քրեական գործով պաշտոնյական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափով հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը։ 2.5 տարում 574,420 լիտր բենզին էր յուրացրել, պետությանը հասցնելով 160 միլիոն դրամի վնաս։ 2012 թվականի մայիսի 31-ին Օհանյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ 2013 թվականի հոկտեմբերի 8-ին բռնված այս խոշոր ձուկը ազատ արձակվեց։ Անկախության 22-ամյակի առթիվ հայտարարված համաներման արդյունքում 2012 թվականի մարտի 23-ին 4 տարվա ազատազրկման դատապարտվեց ոստիկանության քրեական հետախուզության պետ ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը։ Տարբեր հանրահավաքների ընթացքում լրատվամիջոցների եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իր բռնություններով հայտնի Թամամյանը պաշտոնյական լիազորությունները չարաշահել էր, որն առաջացրել էր ծանր հետևանքներ։ Քրեական գործի նախաքննությունն էր շեղել եւ իրական մեղավորներին պատասխանատվությունից ազատել։ Խոշոր ձկներին բռնելու Սերժ Սարգսյանի հրահանգից 1 տարի անց, սակայն 2013 թվականի դեկտեմբերի 21-ին Թամամյանը եւս համաներմամբ ազատ արձակվեց։ 2013-ի հունիսի 13-ին Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացնելիս կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանը խորհրդանի ամբիոնից հայտարարեց, թե բյուջեի 70%-ը թալանման ռիսկի տակ է։ Չկա մի ոլորտ, որտեղ ուսումնասիրեն ու խնդիր չլինի։ Պետական բյուջեի, վարկային միջոցների, դրամաշնորհների ծախսի առյուծի բաժինը կոռումպացված ռիսկեր են պարունակում շինարարության եւ գնումների ոլորտում։ Իրավապահ մարմինների փոխարեն կրկին գործի անցավ նախագահը։ Վերահսկիչ պալատի նախագահը ինչ իրավունք ունի այդպիսի արտահայտություններ անել։ Եթե Վերահսկիչ պալատի նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70%, այսինքն 701 միլիարդը վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է։ Ձեզ ընդամենը պետք է երևի 2 օր, 3 օր անցնել այդ հաշվետվությամբ եւ հայտարարությամբ հանդես գալ, ասել Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 միլիոն դրամի հափշտակելու կասկածանքի դեպքեր կա։ Մնացած բոլորը հեքիաթներ են։ Ո՞վ է իրեն իրավունք վերապահում այդպիսի հայտարարություններ անել ու դրանից հետո պատասխան չստանալ։ Սերժ Սարգսյանի ելույթից հետո եւս իրավական գնահատական չհնչեց, բայց Իշխան Զաքարյանն այլևս խորհրդարան չգնաց հաշվետվություն ներկայացնելու։ Ուր է Իշխան Զաքարյանը։ Սերժ Սարգսյանը նրան արգելել է ներկայանալ կներեք ազգային ժողով։ 2013 թվականի մայիսի 29-ին հետք հրապարակեց «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածը, որում ներկայացված էր, թե ինչպես է Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետեր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանի եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի կողմից ունեզրկվել գործարարը։ Սկանդալային այդ գործի դատավարությունը մինչ օրս ընթանում է եւ այս պահին Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը կարողացել են վերջնականապես դուրս գալ այս պատմությունից։ Ավելին, չնայած դժոխք կողմի բազմաթիվ միջնորդություններին, այդպես էլ ոչ Տիգրան Սարգսյանը, ով ի դեպ ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է, ոչ arczepiskopos Կճոյանը գործով հարցաքննության չհրավիրվեցին։ Հաջորդ օֆշորային սկանդալը կապված է դատական ակտերի հարկադիր ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ։ 2016 թվականի ապրիլի 3-ին հրապարակված պահնամական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանի անունով օֆշորներում ընկերություններ են գրանցված։ 2016 թվականի ապրիլի 18-ին նա հրաժարական տվեց, ասելով. «Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի»։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր նախապատրաստվեցին, ուղարկվեցին գլխավոր դատախազություն։ 2017-ի հունվարի 24-ին Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, թե օֆշորային սկանդալի վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է։ Պողոսյանը մասնակցեց ազգային ժողովի վերջին ընտրություններին եւ դարձավ падգամավոր։ Օրերս Ֆակտոր AM-ի հետ զրույցում անդրադառնալով այդ գործընթացին, Պողոսյանն այն որակեց շոու։ Այդ շոուն արդեն, գիտեք, անցավ, գնաց, մենք արդեն նոր ոլորտում ենք։
2016 թվականի հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ հսկայական չարաշահումներ են հայտնաբերվել հայկական ատոմային էլեկտրական կայանում գնումների կազմակերպման գործընթացում։ Ընկերության գլխավոր տնօրեն Մարկոսյանը, կոմերցիոն տնօրեն Մովսեսյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով տնօրենի տեղակալ Մովսիսյանը եւ ստորաբաժանման ղեկավար Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ եւ օգտագործելով իրենց պաշտոնյական դիրքը, կատարել էին առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պետությանը պատճառելով 783 միլիոն 586 հազար դրամի վնաս։ 2016 թվականի նոյեմբերի 13-ին դատարանի վճռով գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանն ազատազրկվեց 5 տարի 9 ամսվա, կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսեսյանը 4 տարի 1 ամսվա, վերանորոգման նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ Էդիկ Ղազարյանը 4 տարի 9 ամսվա ազատազրկման, պատիժը սակայն պայմանականորեն չի կիրառվում։ 2017 թվականի մարտի 1-ին ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության падգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՐԱԳԳ ընկերությունն արդեն 4 ամիս է չի կարողանում կերոսին մաքսազերծել։ Վարչապետը սենսացիոն պատասխան տվեց։ 460 տոննա, որը եկել է կերոսին չի, այ վառարային վառելիք է։ Եվ այդպիսի սպառում մենք Հայաստանում այս պահին կասկածում ենք, որ ունենք։ Եվ ունենք կասկած, որ վառարային վառելիքը հետո գնում է կերոսինի հետ խառնվում է եւ մենք շուկայում ունում ենք անորակ նավթամթեր։ Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով։ Վարչապետի այս հայտարարությունը սակայն հետագայում սրբագրվեց եւ վերստին չունեցանք հստակ պատասխանատուներ։ Իսկ անցած տարի ապրիլ ամսի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Պաշտպանության նախարարության բարձրաստիճան 3 պաշտոնյաների, նախարարի տեղակալ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի, զինված ուժերի կապի զորքերի պետ կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ազատմանն էլ չհետևեցին իրավական գործընթացներ։ Պետք է լինեն այնպիսի ընթացակարգեր, որպեսզի գողանալը բանակի հաշվին ապօրինի հարստանալը լինի անհնար։ Արդյոք դա անհնար է։ Հարցն անշուշտ ռետորական է։ Ներկայացվածը միջնչին մասն է տեսանելի եւ անտեսանելի կոռուպցիոն դրսեւորումների, որոնց արդյունքում Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի պնդմամբ մսխվում է պետբյուջեի շուրջ 70%-ը։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ մեզանում ցավոք այդպես էլ խոշոր ձկները չեն ընկնում արդարադատության ուռկանը։ Այն ժամանակ առ ժամանակ լցվում է մանրաձկով, 3-4 էշելոնի չինովնիկներով։ Իսկ քանի դեռ այդպես է, իշխանության ձեռնարկած քայլերն ու հնչեցվող խոստումները հասարակությունն ընկալում է որպես օդի տատանումներ։ Այս մարդն իրոք ձուկ է բռնում մեծերին գլխից։